Բարև ձեզ, Ամեկ Պլյուսի եթերում հարցազրույցն է և կանայք ու քաղաքականությունը խորագրով հերթական թողարկումը։ Այս անգամ մեր հյուրն է Ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։ Բարև ձեզ, Տիկին Թանդիլյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Միշտ հաճելի է քեզ շնորհակալ եմ։ Լավ եք։ Լավ եմ, հնարավոր է լավ։ Տիկին Թանդիլյան, մենք լրատվական աշխարհը կամ քաղաքական աշխարհը ձեզ ճանաչեց մոտ 10 տարի առաջ կամ դեռ ավելի քան 10 տարի առաջ, երբ որ դուք պայքարում էիք Տիգրան Սարգսյանի, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնած կենսաթոշակային այդ բարեփոխումների, կൂട്ടակային կենսաթոշակների բարեփոխումների այդ ակցիաների ժամանակ, դեմեմի ժամանակ, մենք այն ժամանակ իմացանք ձեզ, դուք հայտնի Սինոպսիս Արմենիա ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հաշվապահ էիք։ Այնուհետև 2017 թվականի խորհրդարանական ընտրություններով դուք դարձաք падգամավոր։ Ինչու այդ ՏՏ ոլորտից, հաշվապահությունից, ֆինանսական աշխարհից եկաք քաղաքականություն ավելի ներկայացուցչական էր, ավելի գայթակղիչ էր նաև կանանց համար, ինչը ձեզ բերեց քաղաքականություն։ Միանգամից ասեմ, որ ոչ ավելի գայթակղիչ էր, ոչ ավելի շահավետ էր, ինչքան կարող է, ճիշտ հակառակն է։ Եվ նոր հասկացաք, թե սկզբանե դա գիտեիք։ Ես չէի մտածել այդ մասին երբևէ, դա չէր հետաքրքրում եւ ես պատկանում եմ ու հիմա էլ կան այդպիսի մարդիկ, ովքեր առհասարակ չեն հետաքրքրվում, զբաղվում, իմանում քաղաքականությունն ինչ է, ինչի մասին է, ում է պետք։ Եվ ես դա իդեպ հպարտությամբ չեմ ասում, որովհետեւ դա սխալ վերաբերմունք է քաղաքականությանը, որովհետեւ ամեն բան ինչ մեզ շրջապատում է քաղաքականությունը եւ ես դեպքերի բերումով դա հայտնաբերեցի եւ հասկացա, թե ինչպես է քաղաքականության նկատմամբ իմ անտարբերությունը վերափոխվել իրավիճակի, որում մեր երկիրն է ու ես դրա հետ հաշտ չեմ։ Այսինքն այդ բանաձևը, որ դու չես զբաղվում քաղաքականությամբ, անտարբեր ես ու համարում ես քեզ թույլ տվեք բառ օգտագործեմ ավելի բարձր, քան քաղաքական ինչ-որ բաներ, դրա հետևանքը այն է, որ դու ապրում ես մի երկրում ու միտեղ, որից գոհ չես, եւ քեզ թվում է դու քո գործը լավ ես անում, քո աշխատանքը լավ ես անում, քո մասնագիտության մեջ ասես պրոֆեսիոնալ ես եւ դա բավարար պիտի լինի։ Եթե դու չունես քաղաքացիական դիրքորոշում եւ կարծիք քաղաքական գործիչների մասին եւ քաղաքականության մասին, դու կարող ես քո ամբողջ ռեսուրսով, որը պոտենցիալ կարող է օգտակար լինել քո երկրին, անել ճիշտ հակառակը, վնասել անտարբերությամբ։ Եվ երբ որ այն ժամանակաշրջանը, որ դուք նշեցիք, ինձ անկեղծ պիտի ասեմ, պատահաբար է բերել քաղաքացիական ապա քաղաքական դաշտ, ես հասկացա, թե ինչ բաց թողում է դա, եւ այնպես չէ, որ ես երազում էի դառնալ ոչ падգամավոր, ոչ նախարար, որևիցե պաշտոնի, դա առհասարակ երբեք չի հետաքրքրել։ Բայց ես հասկացա, որ դրանք են այն գործիքները, որոնց միջոցով հնարավոր է բան փոխել այն ամենում, ինչը ինձ դուր չի գալիս։ Սկսած օրենքից, ավարտած առհասարակ մթնոլորտով երկրում, այն անարդարությունը, որին բախվում ես ամեն օր ու քեզ թվում է, կարգն է այդպես չի։ Դա որոշ այրերի պետական քաղաքական գործիչների բաց թողումների հետևանք է։ Եվ այս բաց թողումներին բախվելով ես եկա հասա այնտեղ, որ այսօր եմ, իհարկե իմ գործունեությունը շատ այսպես վայրի վերումներով եւ շատ ծանր իրադարձություններով, դեպքերով է ուղեկցվում եւ ես դրան չէի սպասում եւ պատրաստ չէի, բայց ես ամեն դեպքում այն ճանապարհը, որը անցել եմ, գոհ եմ ու շնորհակալ, որ կարողացել եմ տեսնել բաներ, որոնք այլ դեպքում չէի տեսնի։ Ինչին պատրաստ չէիք, ինչ եղավ անսպասելի ձեզ համար, դուք դարձաք падգամավոր, դա անսպասելի էր, այնուհետև հրաժարական տվեցիք, դարձաք նախարար, նորից հրաժարական, նորից падգամավոր, նորից նախարար։ Երբ որ քաղաքացիական նախաձեռնությունից մենք դրանից հետո ստեղծեցինք քաղաքական միավոր, որը հետո պիտի արդեն մաս կազմեր մի թիմի, որը մտավ ազգային ժողով, այո, այդ ամբողջը քաղաքացիական ակտիվությունը ինձ համար սկսել է այնտեղից, որ ես մասնագիտական խորհրդատվություն եմ տվել մարդկանց, ովքեր ունեին հարցեր։ Եվ այդ մասնագիտական գործունեությունը ինձ բերեց քաղաքացիական ակտիվության։ Եվ դրանից քաղաքականություն արդեն մեկ քայլ է։ Որովհետև այդտեղ ես տեսա բոլոր այն մարդկանց, այն ուժերին, այն մտքերին, որոնց հետևանքով իրացվում են քաղաքականություններ,
որոնք մեր կյանքը բարդացնում են, որոնք ազդում են մեզ վրա ուղղակիորեն, բայց մենք անգամ չենք ճանաչում այդ մարդկանց, ովքեր այդ օրենքները ընդունում են օրինակ։ Դուք կարող եք չհավատաք, բայց դուք նշեցիք Տիգրան Սարգսյանի անունը, նա մի մարդ է, ում անունը ես անգամ չգիտեի, երբ որ քաղաքացիական պայքարի մեջ է, չգիտեի, որ վարչապետ օրինակ Տիգրան Սարգսյանն է։ Այդքան ապաքաղաքական մարդ եմ ես եղել։ Ես հասկանում եմ, որ սա կարող է տարօրինակ հնչել, որտեղ մեր երկրում հարցրում եկին, ով չգիտի վարչապետի անունը կամ լավ, եթե բանա փոխվել, ինչ որ նախարար, բոլորը, իսկ ես այդքան ապաքաղաքական եմ եղել։ Ես էլի եմ ասում, սա ապարությամբ չեմ ասում, սա երևի իմ չարածների հետևանք է նաև, որ այսօր հայտնվել ենք այստեղ, միգուցե ճանաչեի այդ բոլոր մարդկանց։ Դրա համար թող այս հաղորդումն էլ հաստատ լինի, ճանաչեք այն բոլոր մարդկանց, ովքեր ձեր ճակատագրերը որոշում են, անգամ եթե դուք չգիտեք այդ մասին, որ նրանք են որոշում ձեր ճակատագրերը, հետևաբար իմացեք, ճանաչեք իրենց ու տարբերեք ով է, ինչպես է։ Եվ այդպես եմ ես եկել քաղաքականություն, տեսնելով, որ կներեք, բայց մարդիկ են օրենքներ ընդունում ու որոշումներ կայացնում, որոնք անգամ այդ օրենքից տեղյակ չեն, չգիտեն օրենքի մեջ ինչ կողակի կողմ են քվեարկում։ Ու նմանատիպ վերաբերմունքով իմ եւ ձեզ համար որոշումներ են կայացնում։ Եվ այդ զարմանքը, ջղայնությունը եւ նյարդը ինձ բերեց քաղաքականություն։ Մենք գիտենք, օրինակ, լրագրողներս գիտենք, որ այնտեղ քվեարկում են մարդիկ, որոնց մեծ մասը 70-90%-ը չգիտե թե ինչի տակ է սեղմում այդ կոճակը։ Ես անգամ չեմ լսել ձեր նյութերը այդ մասին, որովհետեւ ես համարել եմ Ես չեմ զբաղվում քաղաքականությամբ, ինձ հետ նախագծերը կառավարություններ բերում, կառավարություններն են բերում։ Կապ չունի ով բերի, բայց երբ որ դու քվեարկություն ես անում, ես չեմ ասում, որ հիմա այդպես չի, շարունակվում է բնականաբար եւ շատերը կան, բայց ես մտածում էի, որ մարդիկ ովքեր որոշում են կայացնում, երևի մանրակրկիտ, ծանրակշիռ, կարդացել, ուսումնասիրել, դրա համար են կողմ կամ դեմ։ Ես ամենևին պատկերացում չունեի, թե ինչ է կատարվում, եւ երբ որ ես դա հայտնաբերեցի, ես հասկացա, որ կա տարբերակ ընդհանրապես մոռանալու գնալու երկրից, ինչ ճանապարհին որ ես էի, կամ սա փոխելու։ Եվ ես հասկացա, որ ես պարտավոր եմ հասկանալով ինչ է կատարվում, սկսել փոխել։ Եվ դա ճանապարհը քաղաքական էի։ Ոչ, երբ որ ես քաղաքացիական պայքարի մեջ էի, եւ ես գիտեի, որ դա փոխելու ճանապարհը քաղաքական է, եւ քաղաքականությամբ զբաղվում են կուսակցական միավորները, կուսակցությունները, եւ այդ ժամանակ էր, որ ես նայեցի, տեսա, որ իմ պատկերացումներին, իմ համոզմունքներին, իմ արժեհամակարգին համարժեք կուսակցություն քաղաքական միավոր չեմ գտնում, որոնց պիտի անել ինչ, ստեղծել նորը։ Եվ ստեղծվեց Լուսավոր Հայաստանը Էդմոն Մարուքյանի հետ միասին եւ այլոց հետ միասին։ Դուք ասում եք մարդիկ, որոնք բարդացնում են մեր կյանքը։ Դուք եկաք, կարողացաք ինչ-որ բան փոխել, ինչ-որ մի փոքր նրբությունով հեշտացնել մեր կյանքը։ Իհարկե դա պիտի հարցնել մարդկանց, ովքեր երևի հետևել նայել են։ Ես արել եմ ամեն բան, որ դա այդպես լինի, բայց գնահատական տալ չեմ կարող, թեպետ եթե նայենք զուտ գործունեության առումով, եղել եմ ամենաակտիվ պատգամավորը, խոստանում եմ ձեզ եւ կարող եմ վստահ ասել, որ չի եղել մի օրենք, որին ես քվեարկեմ եւ չիմանամ ինչի մասին է այն, առնվազն այն, ինչը ինձ ջղայնացրել է, ես երբեք չէի կարող այդպեսին լինել եւ բերել եմ նախագծեր տարբեր տեսակի, արդեն տարբեր պաշտոնավարումների ժամանակ խոսել եմ բոլոր այն թեմաներով եւ ելույթներ եմ ունեցել, որոնք համարել եմ սխալ, անարդար, փոփոխման ենթակա կամ դրական, այսինքն արել եմ ամենը ինչ կարող էի որպես падգամավոր, ապա որպես նախարար։ Կրկնում եմ, իհարկե դա բավարար չի եւ ինձ էլ չի բավարարել երբեք, բայց մարդիկ պիտի գնահատեն։ Իհարկե կան ամեն ինչ կարելի է բացատրել, այն սահմանափակումները, որոնք ունեցել են, որոնց մասին կարելի է անդադ խոսել, բացատրել, բայց ունենք այն ինչ ունենք, ես տվել եմ ամեն բան ինչ կարող էի, որպես մարդ, որպես իր աշխատանքը լավ կատարելու նվիրված անձ, որտեղ ես ինչ բան եմ անում, դա պիտի արեմ լավ, ու դա կապ չունի ոչ մի բանի հետ։ Իմ մոտիվացիան դա որակով լավ անելն է եւ մաքսիմալ ներդրվելը։ Հիմա որքանով է դա ստացվում, դա արդեն մարդկանց գնահատականության արժանանա։ Շատ լավ։ Նախարար եղած ժամանակ թեև այն ամիսներ տևեց, անգամ մի տարի էլ, եթե չեմ սխալվում, չտևեց, ինչ որ բան այդ ոլորտի համար կտրուկ ձեզ հաջողվեց փոխել ըստ ձեզ։ Որ հիմա տեսնում եք դա շարունակվում է։ Հնարավոր չէ, դուք փորձում էիք, բայց կൂട്ടակային կենսաթոշակային համակարգը շարունակվում է նաև հիմա։ Ես հիշում եմ, դուք այն ժամանակ նաև վարչապետի հետ հրապարակավ մի թեթև կոնֆլիկտ ունեցաք այդ թեմայով, այնուամենայնիվ։ Գիտեք, դա էլ ինձ համար ամենա ծանր գնով ձեռք բերված դասերից մեկն էր, երբ որ ես հասկացա, որ մարդիկ, ովքեր խոսել են մի բանի մասին, հրապարակավ, նայելով մարդկանց բազմությանը,
որից հետո արել են բաներ, որոնք ամենևին չեն համապատասխանել իրենց խոսքերին։ Եվ ես չէի էլ պատկերացնում, որ դա հնարավոր է, կարելի է, այդպես վարվում են ու դա քաղաքական առումով մարսում։ Ես չեմ կանգնել ամբողջի առջև եւ չեմ ասել կൂട്ടակային պարտադիր կൂട്ടակային բաղադրիչին ելույթ չեմ ունեցել, բայց մարդը տվյալ դեպքում այսօրվա վարչապետ Փաշինյանով այդ խոսքերը արտաբերել է, երբ որ արդեն ժամանակն էր դա փոխելու, նա ուղղակի նայում էր որտեղ է ավելի շահավետ փոխելը, թե չփոխելը, այսինքն դու այն ժամանակ այդ համոզմունքին չէիր, այսինքն դու այն ժամանակ ուղղակի ելույթ էիր ունենում, թե վստահ էիր, որ պարտադիր բաղադրիչը պետք է դուրս գա։ Եվ ես շատ պայքարել եմ այդ առումով, որ դա դուրս գա։ Իհարկե դա տարբեր մեկնաբանություններ ստացավ տարբեր իրավիճակներում։ Ես ինչ էի արել։ Ես որոշել էի, որ դա պիտի հետաձգվի, դրա պարտադիր կիրառումը արդեն իսկ կիրառվում էր որոշ հատվածի համար։ Հետաձգել, փոխել համակարգը այնպես, որ այլևս դա չլինի պարտադիր։ Սա եղել է իմ առաջարկը, որը ի դրաֆթում դրված էր։ Բայց ու անակնկալի եկա, երբ ասեցին ոչ, մի րոպե, այդպես չի լինում, որ դու այդ համոզմունքով ես եկել եւ դա կարող ես անել լինելով հենց տվյալ ոլորտի նախարար։ Դա իհարկե ինձ շատ է հարվածել եւ ես այսպես քաղաքականապես այդտեղ շատ դասեր եմ քաղել, որոշելով որ պիտի շատ բաներ խոսվի եւ բարձաբանվի նախքան որևէ պարագայում, որևէ այլ պաշտոն կստանձնեմ կառավարությունում հատկապես, որի ղեկավարը իմ համախոհը, իմ արժեքները կրողը չէ։ Եվ այդտեղ շատ դասեր եմ քաղել, եթե կարելի։ Դա ձեր ամենամեծ դասն էր քաղաքականության մեջ։ Թերևս կամ որն էր ամենացավոտ ու նաև ամենամեծ հետևանքներով որոշումների առումով, թե ինչպես պիտի վարվեմ այդուհետ։ Բայց հետո բացատրություններ եղան, չէ՞, որ արդեն համակարգը ներդրվել է, դա ինչ որտեղ նաև կայացել է եւ նորից դա քանդելը կարող է ավելի ցավոտ լինել։ Կարող է եւ այդպես բայց ես դրա համար էի առաջարկում մի տարի հետաձգել ուսումնասիրել զուտ դրա համար, որ ցավոտ չլինի, որ դա լինի սահուն, որ դա որևէ մեկին վնաս չտա։ Հենց այդ պատճառով նաև թիրախավորվեցի, որ փոխանակ հաջորդ օրն այդ փոխեի, չէ, ես քանդող չեմ, ես կառուցող եմ։ Այո, ես համոզված եմ, որ դա պիտի փոխել, բայց չմտածված հետևանքներ չէր կարող ունենալ իմ արարքը։ Հետևաբար ես այո, այդ ժամանակը վերցնում էի տեսնենք ինչ է, որովհետև ոչինչ չկա, որ դու չես կարող անել։ Դա ժամանակի, խորության, մասնագետների խնդիր է։ Ուրիշ ոչ մի խնդիր այդտեղ չկա, բայց այս ամենը պետք է վերլուծել։ Այո, համակարգը արդեն գործում էր, դուք շատ ճիշտ եք նշում, բայց քանի որ ես սկզբունքորեն համոզված եմ, որ այն չպիտի լինի պարտադիր եւ այն կարող է լինել, որ հնարավոր է որ լինի կամավոր եւ արդյունավետ գործի, ու ես ունեի փաստարկների եւ հիմնավորումների հենք դա ասելու համար։ Բայց ունեցանք այն ինչ ունեցանք եւ այո ես փորձեցի գոնե հիմա ասում եք ինչ ես արել դրանցից մեկը համակարգը մի քիչ ավելի լավը դարձնելն էր որ գոնե ամեն դեպքում այն բացասականը որ դա ուներ իր մեջ մի փոքր թուլանա մենք նվազագույն կենսաթոշակի գաղափարը ներմուծեցինք տարբեր սոցիալական տարբեր աջակցություններ բարեփոխեցինք սկիզբ դրվեց նաև ռեֆորմների որոնք ցավոք սրտի կիսատ մնացին եւ չեն շարունակվել մի խոսքով փորձել եմ անել ինչ կարող էի նախարարի պաշտոնում իսկ ամենակարևորը մարդկանց լսել սա ես սովորել եմ այստեղ ամենածանր բանն է ու ամենակարևոր ես ամեն ուրբաթ ընդունելություն եմ արել բոլորին լսելու հետև մարդկանցից էին ինձ գալիս համակարգի խնդիրները ու դա ինձ համար շատ կարևոր էր եւ դրանից ելնելով կատարում ենք փոփոխություններ որոնք հետո պիտի արդեն դառնային օրենքներ դուք վայր դրեցիք մանդատը հաջորդիվ, հետո հայտարարեցիք Լուսավոր Հայաստան կուսակցությունից դուրս գալու մասին, առողջական խնդիրներ պատճառաբանելով, բայց որոշ ժամանակ անց դուք արդեն մեկ այլ կուսակցություն ստեղծեցիք, արդեն մեկ այլ անձի հետ ապրելու երկիր կուսակցությունը, փաստորեն նորից եկա քաղաքականություն այնքան խորն էր նստել ձեր մեջ, որ դուք չկարողացաք հեռանալ եւ նորից վերադարձաք, հա, ինչու՞։ Իրականում ես կուզեի այն դեպքերը տեղի չունենային, որոնք ինձ հետ վերադարձրեցին այս ոլորտ։ Ես համարում եի, որ 20 թվականին իսկապես խորացել էր իմ առողջական վիճակը, ես պարտավոր էի շտկելու այնինչ բաց եմ թողել, որովհետև այդ տարիներին ես ուղղակի չեմ հետևել եւ հատկապես նախարար ժամանակ, որ օր ու գիշեր նախարարությունում էի։ Եվ ես հասկացա, որ այդ փուլում, երբ որ ես մանդատս վայր եմ դրել, կարող եմ ինձ թույլ տալ զբաղվել դրանով, որովհետև այլևս չեմ կարողանում համատեղել։ Ես
ծանր ցավեր է ունենում եւ իրավիճակը եթե դուք հիշեք ժամանակի դեպ 20 թվականի օգոստոս ամիսներ երբ որ բոլորը խաղաղ երջանիկ սիրված իշխանություն խոստումներ մարդիկ էյֆորիա բան շատ անելու բան այդ առումով չկար մարդիկ պիտի տեսնեին ում հետ գործ ունեն թեպետ այդ ժամանակ արդեն ընդդիմություն էինք եւ երբ որ ես մանդատս վայր դրեցի ես այդ ժամանակ չէ որ դուրս եմ եկել ես այդ ժամանակ ուղղակի դադարեցրել եմ պատգամավորական գործունեությունս եւ սեպտեմբերին սկսվեց պատերազմը ինձ հաճախ են այդ հարցը տալիս հաճախ մեղադրում իսկ դու գնացիր առողջության համար հետ եկար իսկ ես ինչ-որ մեկին վնաս եմ տվել դրանով ինչ-որ բան եմ արել որը տենց ազդել է բոլորի վրա նեղություն է պատճառել ինչա պատահել բայց դա չի կարևորը կարևորը այն է որ ես զարմանում եմ այն մարդկանց վրա ով չեն պատկերացնում թե պատերազմից հետո ոնց կարող է փոխվել մարդու ներաշխարհը հատկապես մարդ ով գիտի որ ունի կարողություններ որ կարող է եւ պարտավոր է ծառայեցնել եւ 20 թվականի պատերազմից հետո կամ սեպտեմբերից հետո ինձ համար ինչ առողջության մասին կարելի է խոսել այդ օրերին կամ մտածել կամ մոտիկ լինել դրան ասենք ես չեմ պատկերացնում նման մարդ եւ մարդիկ գներ են վճարել, կյանք են տվել, ինչ առողջություն եւ ինձ համար տարօրինակ է դա չհասկանալը կամ դա նույնիսկ քննադատել կամ թիրախ դարձնել բայց դա անեական է ես գնացել եմ նոյեմբերի 20-ին Արցախ դարձակ Արցախում արդեն ես գնացել տեսել եմ Արցախում ինչ էր կատարվում եւ ես տեսել եմ որ ծանրագույն վիճակում էր մի քանի հազար 2-3 հազար մարդեր մնացել եւ տեսել եմ Արայիկ Հարությունյանին այդ օրը ու ասել որ ես մնալու եմ այստեղ օգնելու կուզես բանվորություն ինչի կարիք որ կա ես այստեղ մնալու եմ ու անեմ որ մարդիկ հետ գան որովհետեւ այս կտորը որ մնացել է եթե հանկարծ մենք չվերադառնանք սա էլ հետնա գնալու ու այն գինը որ վճարել են զինվորները իրենց կյանքի գինը լինելու առ ոչինչ եթե մենք այս կտորը հայկական չպահենք այդ հնարավորությունը կա եւ ինքը ինձ առաջարկեց հենց այդ օրը այդ պահին գլխավորել այն նույն ոլորտը իմանալով որ ես ունեմ գիտելիքներ եւ կարողություն ու ես մի րոպե անգամ չեմ մտածել դա անելու հաճախ ասում են գնաց Արցախ պաշտոնի դուք պատկերացնում եք ինչ էր կա ինչ պաշտոնի մասին է խոսքը Արցախում այդ օրերին լինելը լինողը եղած մարդը ինչ պաշտոն դուք պատկերացնում եք թամպես ինչ էր կատարվում այնտեղ փողոցներում մարդիկ էին քնում լույս չկար մթություն էր ցուրտ դա նոյեմբեր, գալիքը դեկտեմբերն էր, ձմեռ եւ ամեն այդ ողբերգությունը, որի միջով անցել ենք, ինչ պաշտոն։ Դա մի աշխատանք էր, որ ես գիտեի, որ ես կարողություն ունեմ եւ անելու եմ, եւ ով ինչ անում, պիտակավորում, կուզի թող տա, դա ինձ ընդհանրապես չի դարքրել։ Եվ այդ ժամանակ էր նաեւ որ հայացքների փոփոխություն եւ համընկնումները, այսպես բախումներ տեղի ունեցան քաղաքական թեմի հետ եւ դա նորմալ է, որովհետեւ ես կատարել եմ մի քայլ, որով չեմ խորհրդակցել եւ կիսվել որևէ մեկի հետ։ Եվ ես գնացել ու ասել եմ, ես անելու եմ այն ինչ ճիշտ եմ համարում, մնացած կյանք ցույց կտա։ Այդպես է տեղի ունեցել այդ բաժանումը, բայց ուզում եմ ասել, որ հաճախ մենք քննադատում ենք քաղաքական գործիչներին, անպայման փորձում ենք շահ փնտրել։ Միշտ չի որ այդպես է։ Ես ուզում եմ մեր ժողովուրդը հասկանա, տարբերի։ Եթե դու ունես կարողություն ու նույնիսկ քաղաքական գործիչ ես, այստեղ նույնիսկ բառը ճիշտ է, եւ դու մտածես, որ կարող է քեզ ինչ-որ բան ասել ու դա չանես, անընդունելի է։ Կամ անես բան, որ մտածես, որ դա անեմ, որպեսզի սա ասեն։ Ես այդպես չեմ ապրում։ Ես քաղաքականությունը ապրում եմ ու ոչ այդպես, ապրում եմ իմ արժեքների, սկզբունքներին համարժեք։ Եվ ինձ ոչինչ չի վախեցնելու, եթե ես համարում եմ մի բան անելը ճիշտ։ Արցախից էլ շուտ վերադարձակ, էլի ամիսներ տվեց ձեր պաշտոնավարումը, այո, ինչու։ Դա պայմանավորվածություն էր նախագահի հետ, որ ես կանեմ մաքսիմալ արագ, որովհետև նաև նա գիտեր ինչ արագությամբ եմ աշխատում, ինչպես եմ աշխատում մարդկանց վերադարձի եւ առաջնային խնդիրների լուծման համար։ Եվ մենք գիտենք, որ մենք ժամանակավոր այս ամենը շտկելու իրավիճակը, որից հետո կքննարկենք, շարունակել եւ ինչպես։ Ու երբ որ արդեն այդ օրերին Հայաստանում տեղի ունեցավ, ինչ որ տեղի ունեցավ 21 թվականի ընտրությունները, այն ատելության մթնոլորտը եւ այդ օրերից արդեն սկսվող հռետորաբանությունը այս իշխանությունների վերաբերմունքը Արցախի նկատմամբ, նրանք չէին գալիս Արցախ, նրանք չէին էլ իմանում ինչա կատարվում։ Ամեն բան փոխվել էր պատերազմից հետո եւ 21 թվականի ընտրություններից հետո, երբ որ նրանք ստացան այդ չարաբաստիկ մանդատը, որով այսօր թուր են կտրում մարդկանց գլուխներ են կտրում ու ձերբակալում են նրանց կարծիքով դա մի հատ երկաթյա, ես իմ ինչպիսի մանդատ է, մուրճովման են գալիս։
այդ սարսափը ինչ որ հիմա տեղում ես արդեն հասկացա, որ մենք կորցնելու ենք Արցախը ու Արցախի եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության անկախությունը վտանգված է, անվտանգությունը վտանգված է եւ այդ ամենի խնդիրը Հայաստանում է, Երևանում, քաղաքական դաշտում, իսկ ես դա շատ լավ գիտեմ, թե ինչպես է դա այդպես եւ ինձ համար շատ կարեւոր էր հասկանալով հանդերձ ու նորից գիտակցելով թե նորից ինչպես պիտի թիրախավորվեմ, ով ինչ պիտի ասի, անգիր գիտեմ ով ինչ է ասում իմ մասին, անգիր գիտեմ ինչու չի կանգնեցնեմ դա ինձ եւ չի կանգնեցնելու, որովհետեւ ես գիտեմ, որ հիմա կա անհրաժեշտություն որակով առողջ նվիրյալ քաղաքական ուժի, որն էլ ստեղծել եմ իմ գործընկերների հետ, ու ես վերադարձել եմ դա անելու եւ մարդկանց հետ խոսելու համայնքային կառավարման, աշխատանքի լեզվը, որ մարդիկ սկսեն տարբերել, որ բոլորը նույնը չեն եւ համագործակցել ենք Ռուբենի հետ Վարդանյանում հետ ես այդ օրերին եմ ծանոթացել 21 թվականի ամռաններ առաջին անգամ հիացել ու զարմացել որ այդպիսի հայորդի ունենք ով ունենալով այդ կարողությունները այդքան անհատակ նվիրում ունի իր հայրենիքին եւ ցավ եմ ապրել խորը բոլոր այն հերյուրանքների համար որ իր հասցեին հնչել են հնչում են անամոթաբար որ տեքստեր են գրում անգամ հաշվի չառնելով որ նա Բաքվի բանդում է այդքան վախեցած են հայրենասեր մարդուց որովհետեւ այն նվիրումը ինչ որ նա ունի մեր հայրենիքին պետությանը հայկականությանը այդպիսի բան գիտեք ես ինչի չէի զարմանում ես ինքս դա կրում եմ բայց երբ որ դու այն բարձունքի վրա այս ֆինանսական կարողությունների հնարավորությունների որտեղ ինքն էր ու շարունակում է լինել այդպեսին ահա դա էր հիացմունքը զարմանքը հարգանքը եւ որոշումը որ այս մարդու հետ ճանապարհ եմ գնալու ինչ էլ լինի ինչ էլ ասեն ագենտ կասեն Կրեմլի Թաթարստան անամոթների պես առանց նայելու մարդուն վարկաբեկելու չհասկանալով իսկ մեր ժողովրդին թյուրիմացիան մեջ գցելով թե ինչ արժեք ենք կորցնում այդ խոսքերի տակ ինչ չենք տեսնում այդ խոսքերի տակ սա ինձ խորը ցավ է պատճառում հիմա էլ խոսում եմ ձեզ հետ կներեք զայրույթը հազիվ եմ զսպում որովհետև մարդիկ ով դրա հեղինակն են զրկել են մեր ժողովրդից մի որակով հայրենասեր ուժեղ առաջնորդությունից։ Բայց այդ դուք հերյուրանք եք ասում, այնուամենայնիվ քննադատությունները տրամաբանական որոշակի հիմք ունեին, որտեղ Ռուսաստանից եկած, Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող, ճիշտ է, հետո նա հրաժարվեց եւ դարձավ Հայաստանի քաղաքացի, եւ նաեւ համեմատությունները մեծ էին Վրաստանի օրինակով Իվանիշվիլու հետ, որպես Իվանիշվիլի հայկական արդեն Ռուսաստանը ուղարկել է Հայաստան, հիմա նույն կարծիքը կա նաեւ մեկ այլ գործչի նկատմամբ տեսեք անհիմն կներեք որ դա ասում ամեն դեպքում որոշակի տրամաբանական հիմք կա եկեք կարևոր է անել մի բան առհասարակ փաստերը եւ եզրահանգումները կարծիքը տրամաբանությունը այդ տրամաբանական է որ ես օրինակ ամեն բան անելու եմ յան Ալավերդի քաղաքի համար տրամաբան չես Ալավերդից եմ ծնունդով այսինքն եթե ես ինչ որ բան որ հասնեմ ինչ որ բարձունքի միայն Ալավերդին պիտի ծաղկի որտեղ ես Ալավերդից տրամաբանական չի ես այնտեղ եմ 17 տարի այնտեղ եմ ապրել բայց այդպես չի որ փաստով է ապացուցվել որ դա այդպես է ամեն ինչ կարելի է ասել բայց փաստը ուզում եմ ձեզ հետ միասին տարբերենք վերլուծության եզրահատրամաբանություններից տրամաբանական շատ բան կարող է լինել բայց փաստը որտեղ է Արմինե ջան նա իր կարողությունը ձեռք է բերել investment banker որպես աշխատելով նա մարդիկ են իրենք ովքեր բոլորի փողերը հավաքում ներդրումներ են անում տարբեր տեղերում եւ հարստանում իրենք ու հարստացնում ներդրողներին ահա այդ մասնագիտության տերը եւ որակյալ արել է Ռուբեն Վարդանյանը եւ եթե նա իր գործունեությունը արել է Ռուսաստանում դա ներդրումներ ունի աշխարհի բոլոր երկրներում նա սովորել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ նա որևէ տեղ որտեղ ունի այդ կապերը կամ եթե անգամ ունի ոնց կարող եք երաշխավորել որ դրան ուղարկել են այդ ինչ արտահայտություն է դուք այդ կալիբրի մարդուն պատկերացնում եք հնարավոր է ուղարկել իսկ ինչու ինչ շահ ունի նա ուղարկվելու երբ որ նա հրաժարվել է այդ նույն ձեր ասած երկրի քաղաքացիությունից դուք հասկանում եք այդ երկրի համար դա ինչ անպատվություն է քաղաքացիությունից հրաժարվելը բացատրելով թե ինչու եւ ինչի համար որովհետեւ նա ուզում էր ամբողջությամբ իր հայրենիքի կողքին լինել իհարկե կարող ենք ամեն ինչ ասել Արմենե ջան իսկ ես քանի որ մոտիկ մարդ եմ նրան ճանաչող ով գիտի կետ առ կետ թե նա ինչու է դա արել ինձ համար կրկնակի երակի ցավ է տեսնել այդպիսի կներեք այս դեպքում ճակերտավոր տրամաբանական եզրահանգումներ որ ամեն ինչ կարելի ասել օրինակ չգիտեմ կարելի է տեսնել նրա նկարը թագավոր Չարլզի հետ ու որոշել որ նա բրիտանական գործակալ է կարելի է տրամաբանություն կա դրա մեջ ինչ որ մեկը կգտնի
ու տենց բազմաթիվ բաներ մենք պարտավոր ենք փաստերը տարանջատել ինչու է նա գտնվում Բաքվի բանտում եթե այդ առաքելությամբ էր գնացել չէր հնարավոր չէր նրան հանել հա զրուցել նրա հետ չէ ես չեմ զրուցել բայց դա եմ ուզում ցույց տալ ձեզ եթե այդպես էր ուղարկել ինչի ան այնտեղ գտնվում նրան ինչ ուղարկել էին Բաքվի բանտ նրան ուղարկել էին Արցախը պաշտպանելու այդ այն դեպքում երբ որ Ռուսաստանն ու Ադրբեջանը համախոհություն ունեին այդ հարցում շատերի կարծիքով ինչի ան միտեղ երբ որ պետքա փաստերը կամ տրամաբանությունը այսպես աշխատի այսպես աշխատում երբ որ պետք չի այսպես պիտի արդար լինենք անցնենք մի փոքր ավելի թեթև հարցերի արդեն կանացի մի փոքր ավելի հարցերի իհարկե նաև քաղաքականության մեջ մեզանում ընդունված է ասել, որ կանայք քաղաքականության մեջ ճիշտ է արդեն թվային առումով, քանակական առումով շատացել են, ավելացել են, բայց ազդեցություն ունենալու առումով այդքան էլ այդպես չէ։ Դուք երբ որ եղել եք նախարար, падգամավոր, ինչ եք զգացել, խտրականություն զգացել եք կին տղամարդ գործիչ գործադիրի անդամ լինելու առումով։ Գիտեք, ինձ ոչ միայն հանրության մեջ, նաև հանրության մեջ, այլ նաև գործընկերների մեջ։ Ինձ օբյեկտիվ չեն դիտի իմ գործընկեր տղամարդիկ, եթե ես ասեմ, որ դա հենց այդպես է, որ կա, որովհետև իրենք դա չեն տեսնում։ Եվ իրենք գիտեն, որ դա այդպես չէ, գոնե իրենք ինձ անձամբ այդպես չեն վերաբերվել, բայց ինչու՞, որովհետև ես ծանր ու թանկ գին եմ վճարում, որ դա այդպես չլինի։ Որ իմ հանդեպ չլինի այդ խտրականություն։ Ես գիտեմ, երբ որտեղ է դա տեղի ունենում, ինչպես, եւ ես դրա դեմ շատ զգուշորեն, նրբորեն ու լռելային պայքարում եմ ամեն րոպե, ու նրանք դա չեն տեսնում։ Բայց այն, որ այո, ազդեցիկ պաշտոնների կանայք չեն նշանակվում կամ նշանակվելիս դա մի մեծ լավություն է իրենց համարվում կամ դու այնքան մասնագիտական պիտի պատրաստվածություն ունենաս, որ դու այ հենց այդտեղ ես, հենց խոսում ենք կանանց մասին, այս բոլոր նախապայմանները առկա են եւ քննարկումներ այդ մասին, բայց նա տղամարդկանց դեպքում այդ նախապայմանները այդքան երբեք որևէ չեն, հա, նշանակվող տղամարդու մասին չեն ասում, իսկ նա արժանի է, նա գիտի, կարողություն ունի, մասնագիտական նկատենք եկեք էլի որ երբ որ խոսում ենք կանանց մասին անպայման ասում ենք բայց նա կարա նա կարողություն ունի գիտելիք ունի երբ որ տղամարդկանց է նշանակում այդ հարցերը չեն առաջանում առաջինը չասեմ ամենա ցավ պատճառած խտրականությունը կարող եք հիշել եթե իհարկե դա կարող եք արտահայտել Չէ, բայց ես կարող եմ ոչ թե չէ, որովհետև տեղի չունենում կասեմ ինչու հիմա։ Մի քիչ բացեմ եւ օգտակար կլինի մեր կին քաղաքական գործիչներին, ովքեր պատրաստվում են։ Ես միշտ այսպես ասած դասերը սովորած եմ գնում։ Ես գիտեմ, որ ես չեմ կարող ինձ թույլ տալ գնալ մի թղթի քննարկման մի բան, որ ես չեմ կարդացել։ Յուրաքանչյուր տղամարդ կարող է ինչ-որ բաներ խոսել, ինչ-որ մտքեր ասել, որոնք չեն փայլում իրենց բովանդակությամբ կամ տեղեկացվածությամբ։ Բայց բավական է դա ասի կին եւ թիրախավորվում է անմիջապես ու անհետ բան է ասում իսկ կներեք շատ տղամարդիկ են նաեւ նման ձևակերպումներ արտահայտություններ անում որոնք բնական են այդ լավ բան չեմ ասում որ բնական են բայց այդ առումով կանայք դառնում են անմիջապես թիրախ եւ որպեսզի դա տեղի չունենա եւ ոչ միայն դրա համար այլ պատասխանատվության զգացում բայց ես գիտեմ որ իմ այդ պատասխանատվության զգացումը լուծում է այդ խնդիրը հաճախ կանանց ընդհատում են խոսքի ժամանակ կանայք խոսում են ու գիտես չէ տղամարդիկ զրույց են անում ասում ես ասես չեք լսում ու դա տեղի չունենում երբ որ տղամարդիկ են խոսում այսպիսի նոր բաներ եմ հիմա ձեզ ցույց տալիս որ իրանք չեն էլ նկատում դա բայց դա խտրական վերաբերմունք է հենց սենյակում նստած կանանց հանդեպ ու դրա համար կանայք հաճախ քիչ են արտահայտվում չեն խոսում բարձրաձայն չեն այստեղ վոկալ չեն եւ այս բոլորը խոչընդոտ է թվում է թե անմեղ բաներ են բայց խոչընդոտներ են իսկ ինչն է խանգարում հայկին գործիչին ինչ մեծ խնդիր ունի հայկին գործիչը որը տարբերվում է այլ ազգի ավելի առաջադեմ ազգերի ավելի ժողովրդավար երկրների կին գործիչներին համարձակություն հանրային հարաբերական համարձակություն եւ այն որ մենք մեր արժեվ դնում ենք այդ նույն նշաձողերը բարձր ու համար մենք քանի դեռ այդտեղ չենք հասել ուրեմն մենք չենք կարող մենք արժանի չենք մենք մեր տեղում չենք ես ուզում եմ ասել որ ոչ միայն հայկինը կարող է ունակ է այլև շատ ավելի խելք ու փորձ ու ասելիք ու տալիք ունի քան անգամ այդ նույն կանայք կարող են պատկերացնել ես անկեղծ եմ դա ասում այստեղ առանց շփոթվածության որովհետև ամեն ինչ համատեղ մեջ է նույնն է եթե պիտի նայենք տղամարդկանց կանանց
խոսքի, վերաբերմունքի որակ, աշխատասիրությունը, այդ բոլորը շատ կարևոր կոմպոնենտ են, որը բացակայում է եւ որոնց հետևանքով ենք նաև հասել այս վիճակին։ Համարձակության պակաս կա։ Իսկ ինչ զենք ունեն կին քաղաքական գործիչները, որոնք օգտագործում են երբեմն ձեր կարծիքով ինչ որ յուրահատուկ զենք ունեն, որը նրանց քաղաքականության մեջ բերում է կամ կարող է բերել հաջողություններ։ Այո, ունեն, նրանք իրենց բնական համայնքը, շեշտում եմ, կարող են օգտագործել եւ դա միշտ աշխատում է։ Միշտ աշխատում է։ Եթե մենք խոսում ենք բնականության մասին, դա նաև համայնք ասում նկատի ունեմ խելքը, վերաբերմունքը, հեռատեսությունը եւ մի քիչ ավելացնենք սրան համարձակություն եւ անկաշկանդություն, մեր կանայք լուրջ տեղեր կզբաղեցնեն։ Այնուամենայնիվ մեր մի փոքր ավանդական հասարակության մեջ դեռ չի կոտրվել այդ ավանդական լինելը հայ ազգի, կանայք տղամարդկանց հետ կարողանում են հավասար քաղաքականություն վարել, կա դեպի հավասարությունը գնալու այդ միտումը։ Այո, դուք նշեցիք ավանդական մոտեցումները երևույթին։ Ես կարծում եմ, որ այդ կարողությունները կան։ Օրենքը որոշ չափով նպաստում է, բայց դեռևս բացակայում է այդ որոշումը, որ սա հենց իմ տեղն է։ Հաճախ քաղաքական կանայք են իրենց տեղը զիջում, հետ են գնում, որ իրենց գոլեգա տղամարդիկ ավելի շատ են խոսում, երևում, քաղաքականությամբ զբաղվում։ Եվ այդ տեսանելիությունն է պետք ապահովել քաղաքական կանանց, եւ ես նաեւ այստեղ լրագրողների, լրատվամիջոցների ուշադրությունը պետք է գրավեմ, որ խոսեք կանանց հետ, նրանց բերեք հանրային դաշտ եւ ավելի շատ տեսանելիություն ապահովեք նրանց, դուք նաեւ դա ձեր օգնության կարիք կա այստեղ։ Հիմա մի քանի ամսից, 5-6 ամսից արդեն նոր խորհրդարանական ընտրություններ են լինելու եւ ենթադրենք ապրելու երկիրը հաղթեց ընտրություններում եւ իշխանությունն է ձևավորելու, դուք արդեն որպես նախարար ինչպես եք պատկերացնում ձեր դերը արդեն կառավարման իշխանության բուրգում, նորից նախարար, սոցիալ-նախարար նորից կլինեք, թե արդեն որպես կուսակցության նախարար կձգտեք նաեւ վարչապետ լինել։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե իմ դերի կարիքը, այսպես ասեմ, չլինի եւ ես կարողանամ ինձ թույլ տալ խորհրդատու լինել։ Մեծ հաճույքով, մեծ սիրով ես խորհուրդներ կտամ, իմ փորձից, իմ ամեն ինչից ելնելով, կուզանալսեմ խորհրդական օրինակ։ Չէ, խորհրդատու առհասարակ կառավարման։ Որպես պաշտոն ես երբեք չեմ դիտարկում դա ինքնանպատակ։ Ես գիտեմ, որ կարող եմ արդյունավետ աշխատել գործադիրում, ինձ ճանաչելով, իմ կարողությունները իմանալով։ Ես գիտեմ, որ հնարավորություն ու կարողություն ունեմ օբյեկտիվ ու որակով որոշումներ կայացնելու կարճ ժամանակում։ Կարող է անհամեստ հնչել, բայց ես չեմ անի ավելորդ համեստություն եւ այս կարողությունները ես պատրաստ եմ ծառայեցնել յուրաքանչյուր ձևաչափով, ընդհանուր մինչեւ ինչ որ մեկին խորհուրդ տալով, թե ինքը ինչպես վարվի։ Այնուամենայնիվ կուսակցությունները միշտ էլ ձգտում են իշխանության քաղաքական գործիչները նույնպես եւ ինչպես խոսք կա մեր իրականության մեջ, որ վայ այն զինվորին, որ չի ցանկանում գեներալ դառնալ, այս առումով դուք ինչին եք ձգտում։ Իշխանության կարիերայի առումով իշխանության ձգտելու նպատակն ու պատճառն է կարևորը այստեղ Արմինե ջան։ Այո, ես ձգտում եմ ու հենց երբ որ սկսվեց իմ քաղաքական գործունեություն դրա մասին պատմեցի, փոփոխություն բերելու կարողությունը, հնարավորությունը իրացնել ամբողջությամբ իմ կարողությունների սահմաններում։ Եվ դա է քաղաքականությունը, եւ այդտեղ են իշխանական լծակները, այո։ Եվ դրան չձգտել նշանակում է չհասկանալ ուր ես եկել, ինչով ես զբաղված։ Այնպես որ ես դրանից չեմ խուսափում, դա ասել բարձրաձայն, բնական է, որ իշխանության ոչ միայն ձգտում եմ, այլև համարում եմ, որ թիմը, որը ես այսօր ներկայացնում եմ, լավագույն մասնագիտական եւ մարդկային ու արժեքային որակներն ունի մեր երկրում փոփոխություն բերելու։ Սա պիտի լինի թիմային աշխատանք, ուղղակի ես դա ուզում եմ շեշտել, որովհետեւ մեկը միայնակ սա չի անելու, չի կարող։ Դա անհնարին է այդպես վերաբերվել մտածել, այնպես որ ինձ հետ կա թիմ ու ես գիտեմ, որ այդ կարողությունները առկա են մեր երկրում, բնականաբար ներգրավեն բազմաթիվ մարդիկ եւ բնականաբար այդ իշխանության գալու նպատակը չպիտի լինի վերջնանպատակ, դա միայն պիտի լինի միջոց, հետեւաբար Իսկ ինչ եք անելու կൂട്ടակային կենսաթոշակային համակարգի հետ, երբ որ իշխանություն լինեք։ Դուք գիտեք, որ արդեն
8, հենց 18-ի հուլիսի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ մտավ եւ արդեն փաստորեն ունենք 7 տարի եւ այդ ժամանակ բանաբար կլինի 8 տարի եւ ահա այդ ժամանակ է որ պիտի պարտադիր խոր ուսումնասիրության ենթարկի, որովհետև համակարգը արդեն գործում է 8 տարի, արդյունավետությունը դա դադարեցնելու վտանգները, ռիսկերը եւ քննարկումը, որը պիտի բերի որոշման։ Արդյոք մարդիկ ի վերջո, ես մի բան էլ ձեզ ասեմ, առաջին թոշակառուն կենսաթոշակի կൂട്ടակային դեռ չի դարձել թոշակառու։ Իրականում վտանգները առաջինը։ Եթե չեմ սխալվում, հենց ես եմ դառնալու։ 74 թիվ եք։ Այդ թիվն է դառնալու առաջինը։ Եվ այդ ժամանակին ամենավառը երևում այդ խնդիրները, բայց ուզում եմ ասել, որ ցավոք սրտի երևի թե չասեմ վերջիններից խնդիրն է կൂട്ടակային այս պահին մեր ժողովրդի համար, այնքան կարևոր բաներ կանալու։ Իսկ դրան բնականաբար կանրադառնանք մասնագիտական շրջանակներում քննարկման միջոցով, իսկ առաջնայինը այնքան ծանր բաների միջով ենք անցել Արմինե ջան եւ այնքան շտկելու բան կա, որ ուղղակի թույլ տվեք մտածել այլ կարևորության հարցերի մասին։ Եվ մեր ավելի թեթև բաժինը Տիկին Թանդիլյան բլից հարցերը, բլից պատասխաններով ավելի կարճ, ավելի այսպես ասած ակտիվ։ Եթե նորից սկսեիք կյանքը, քաղաքականություն նորից կգայիք, թե ֆինանսական աշխարհ կմնայիք, թե առհասարակ այլ ոլորտ կընտրեիք։ Ավելի շուտ կգայի։ Ավելի շուտ կգայիք արդեն։ Ամեն դժվարություններին եւ հիասթափություններին դա կանայի ավելի շուտ։ Ընտրություններին բնականաբար մասնակցել եք առանձին թե ինչ որ դաշինքով։ Քննարկման փուլ է դա։ Սոցիալ-նախարար դառնալու դեպքում կբարձրացնեիք թոշակները կամ վարչապետ խորհրդատու կամ լինելու դեպքում որքան ըստ Ընդ որում դրա մեջ կդնեի տրամաբանություն, որ օրինակ թոշակները կապված լինեն պետական պաշտոնյաների թոշակների հետ եւ դրանցից ցածր չլինեն կամ դրա որոշակի պատիկը լինեն, ինչը նշանակում է նրանց կրկնակի երակի անգամ պետական պաշտոնյաներին մեծ է, որովհետեւ այդ մարդկանց գործունեության հետևանքով է թոշակները ցածր կամ բարձր, հետեւաբար ես դա ունեի մտքում անելու չեմ հասցրել, այ դա անելու եմ, կապելու եմ պետական պաշտոնյաների թոշակների հետ, որ երբ որ բարձրացնելու կլինեն իրենց, նախ կբարձրանա նաև նույն չափ չէ, պատիկ, ինչ որ տոկոս, կապ, այսինքն կապ պիտի տամ, եւ ես դա մտքում ունեմ անելու համար, նրանք պիտի ապրեն պետական պաշտոնյաներից ոչ վատ։ Կնոջ համար որն է առաջնայինը, քաղաքականություն, արդեն քաղաքական կնոջ համար, թե ընտանիքը։ Դրանք համեմատելի եզրույթներ չեն, դրանք երկուսն էլ առաջնային հարթության մեջ են, տարբեր տիրույթներում եւ անելիքները տարբեր ու համատեղելի, ինչն ամենակարևորն է։ Իսկ ձեզ համար դուք այս դեպքում ունեք ավելի յուրահատուկ ըստ երևույթին իրավիճակում եք գտնվում, ձեր ընտանիքը բավականին հեռու է ապրում ձեզանից, ձեր ամուսինը, ձեր երեխաները, ինչպես է կարողանում այդ կարոտը շփումների բացը լրացնել, թե արդեն սովորել եք։ Դա այն գինն է, որ ես վճարում եմ։ Թանկ գին է ինձ համար, բայց ես դա հասկանում եմ, որ դա հենց այն գինն է, որ ինձնից է պահանջվում եւ իմ ընտանիքը դրան ըմբռնով է մոտենում իր բոլոր բարդություններով, շատ խնդիրներով, հիմա չեմ ուզի դրա մեջ խորանալ, բայց դա ծանր գին է, որը ես վճարում եմ։ Չի լինում, որ ասեք թողնում եմ ամեն ինչ, քաղաքականությունը, հանրային կյանքը եւ վերադառնում եմ ընտանիքի գիրկը։ Ես իրենից եւ գնալ Հայաստանից, ինչպես իրենք Հայաստանից են։ Ֆիզիկական ներկայությունը չի որոշում դու մոտ ես թե հեռու, եւ մենք հենց գիտենք դրա ձևը եւ ես շատ ուրախ եմ դա արձանագրել, բայց միևնույն ժամանակ ես ունեմ պատասխանատվություն, որը պակաս կարևոր չի ինձ համար եւ այն գինը, որ վճարել են այլ մարդիկ իրենց կյանքի գնով շատ ավելի թանկ է եւ չկա դրան համեմատելի որևէ այլ գին։ Հետ նայելով ձեր անցած կյանքին ինչը կփոխեիք, ինչ եք արել, որ անդադ հիշում եք եւ վատ եք զգում, եթե իհարկե կկիսվեք այդ հանգամանքով մեզ հետ, ինչը կփոխեիք, ինչը չէիք անի, որ արդեն արած եք, կամ ինչը կանեիք, որ չհասցրեցիք անել։ Շատ բան կա, ինչ որ պահի ուղղակի պարզապես սխալվեցիք, արեցիք կամ սխալվեցիք, չարեցիք։ Շատ բան կա, որ կուզենայի արած լինել, ուղղակի ես նաեւ իմանալով ինչ հանգամանքներ են եղել եւ ինչ չեմ հասցրել, բայց դեռ կանեմ հուսով եմ, բայց այն ինչ որ հետ եմ նայում չէի անի եւ ճիշտ կանեի որ արած չլինեի, դա այն է որ չէի ընդունի Նիկոլ Փաշինյանի նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը։ Իսկ ինչ հետաքրքիր զվարճալի բան կարող եք պատմել ձեր, ասել, հիշել ձեր քաղաքական կյանքից, նախարար եղած ժամանակ, պատգամավոր եղած ժամանակ։
Գիտեք, ես երևի այդ առումով եք ասում Ինչ թակում բան ունեք, որ մինչև հիմա չեք բացահայտել, բայց մեր ունկնդիրներին կբացահայտեք։ Չեք հավատա, բայց ես այդպես չունեմ գաղտնիքներ, որովհետև ես միշտ փորձել եմ թափանցիկ լինել քաղաքականության մեջ գոնե, եւ ինձ համար դա եղել է շատ կարևոր։ Որպես կին քաղաքական գործիչ դուք մեզ լրագրողի աչքերով եմ նայում, այդքան էլ թափանցիկ չեք թվացել։ Որովհետև դուք ուզեցել եք իմանալ իմ անձնական կյանքի պատմությունը հետևաբար կամ մասնագիտական, որը կապ չունի քաղաքականության հետ։ Չեմ բացառում, իր պատճառը դուք կիմանաք ավելի լավ, բայց իմ քաղաքական գործունեությունը եղել է եւ կա ու լինելու է ամբողջական, թափանցիկ եւ այնպիսին, ինչպիսին դուք տեսնում եք դա էկրաններից։ Ինձ հաճախ ասում են, որ շփման մեջ ես ավելի շփվող եմ, մարդամոտ եմ, այսպես ասած, քան էկրանի, բայց ես համարում եմ, որ դու պիտի լինես քո գործի մեջ պրոֆեսիոնալ եւ իմ կարծիքով այն աշխատանքը, որ մենք անում ենք, իր մեջ կարևոր, ասում են, լրջություն ունի, թեպետ հիմա արդեն ծաղրի ամեն բան վերածվել, այլ պատասխանատվություն եւ այդ պատասխանատվությունը ինձ դարձնում է այնպեսին, ինչպեսին ինձ տեսնում են էկրաններում, որովհետեւ ինձ համար շատ կարևոր է, որ մարդիկ լուրջ վերաբերվեն այն ամենին, ինչ ես ասում եմ։ Ու իդեպ սա նաեւ կանանց խնդիրներից, դժվարություններից մեկն է խոսքը լուրջ ընկալելը եւ դրան էլ պիտի հասնել։ Ես ուզեցել եմ դրան հասնել, ես հուսով եմ, որ դրան հասել եմ, որ այլևս նայեն ոչ թե ինձ չքննարկեն իմ որևէ կնոջը հատուկ առանձնահատուկ բաներ, այլ միայն լսեն իմ խոսքը։ Սա ինձ համար եղել է կարևոր։ Իմ գուցե դրա պատճառով ես մի քիչ ավելի շատ պատնեշներ ու լրջություն եմ ավելացրել զուտ հումորային, որ ասում եք հումորային բան հիշի։ Հետո ես տենց այդպես կողքից նայում եմ, տալիս եմ, որ հա, միգուցե ես այդքան էլ հումորային եւ բանի ժանրից չեմ ու կարողա ձանձրացնում եմ մարդկանց, բայց ես համարում եմ, որ այն պատասխանատվություն, որ ես եմ զգում ամեն օր, ես նույնիսկ ավելի զսպում եմ, քան դուք կարող եք դա տեսնել։ Իսկ պատրաստել սիրում եք խոհանոցում։ Ինչ եք Որ ճաշնեք, որ ճաշատեսակ ուտեսնեք ավելի հաճախ կամ ավելի սիրով կամ հենց ժամանակ եք գտնում փորձում Ես միայն նախաճաշն եմ, այդ որ նախաճաշը սիրով եմ պատրաստում, ինձ համար երբեք չեմ պատրաստում, բայց երբ որ կա մեկում համար պիտի պատրաստեմ, դա անում եմ սիրով, իսկ առհասարակ ես համարում եմ, որ դա նույնպես լավ մասնագիտություն է, որով պիտի զբաղվեն մարդիկ, ով դրան դիրապետում են, իսկ մենք պահի տակ ապուր կպատրաստենք ինչ որ բան։ Իսկ ով է պատրաստում ձեզ համար այդ դեպքում։ Ինձ համար, չէ ես, բայց երբ որ դրա անհրաժեշտությունը զգում եմ, ես հաճախ ուղղակի տենց թեթև սնվող եմ, հա։ Եվ մեր վերջին հարցը, որը բոլորին են գրեթե տալիս, ինչ խորհուրդ կտաք իշխանության կին գործիչներին, կին նախարարներին, կին падգամավորներին, նույն հարցը մենք տալիս ենք նաև իշխանության կին գործիչներին, արդեն ընդդիմադիր կանանց համար։ Նախ առաջին հերթին կուզեմ բոլոր կին գործիչներին դիմել հետո նոր իշխանության, որ դուք հասել եք ինչ որտեղ քաղաքականության մեջ, շնորհիվ ձեր կարողությունների, տարբեր հմտությունների ու հիշեք այդ դժվարությունները եւ այդ դժվարությունների մեջ մի գցեք մնացած կին քաղաքական գործիչներին, որոնք ենթարկվում են առանց այդել լուրջ ճնշումների եւ դուք էլ ձեր հերթին զուտ որպես կին եմ ասում մի ավելացրեք դրան ցավոք սրտի հաճախ անում ենք ինչ վերաբերվում է իշխանության կին падգամավորներին պիտի ասեմ որ մի նմանվեք ձեր գործընկեր տղամարդ падգամավորներին իշխանության մի արդարացրեք հայհոյախ խոս արտահայտությունները հայհոյանքները անգամ եթե հայհոյանքը տալիս ու ասում է վարչապետը Նիկոլ Փաշինյանը ձեր առաջնորդը անգամ այդ դեպքում թույլ մի տվեք հայհոյել ձեր ներկայությամբ հայհոյել ու ընդհանրապես օգտագործել անթույլատրելի բառապաշար որը հնարավորություն չի տալիս նորմալ որակով խելքը գլխին բանիմաց աշխատասեր կանանց մտնել քաղաքականություն որովհետև դժվար է այդ ամեն ինչը տեսնել այդ ամեն ինչը հասկանալ դրա կրողը չլինել բայց շարունակել մնալ քաղաքականության մեջ որովհետև բարձր ավելի այլ արժեքներ կան։ Հաստորեն տղամարդկանց վերաբերմունքի կամ օրինակների օրինակ լինելու պատճառով է որ կանայք չեն կարողանում իրացնել իրենց հնարավորությունը քաղաքականության մեջ եւ թույլ է այդ իրացվելությունը ստացվում։ Շատ հաճախ այդ հայհոյախառն արտահայտվող միջավայրում դու ուղղակի եթե ինքնա հարգանք ունես ինքդ քո հանդեպ գտնվելը հնարավոր չէ, բարդ է, անթույլատրելի է։ Եվ դա հետ է պահում կանանց, որովհետև կանանց դուր չի գալիս, որ հայհոյում են իրենց կամ իրենց միջավայրում։
Իսկ դա հիմնականում տղամարդկանց բանն է, միջավայրը, որին նպաստում են կանայք, ովքեր լռում են, ովքեր թույլ են տալիս, ովքեր նայում են ընդդիմադիր է հայհոյողը, թե իշխանական, որ պատասխանեն կամ արգել են թույլ չտալիս։ Հաճախ եմ նաև ազգային ժողովում առիթներ ունեցել սաստելու պատգամավորների, անկախ նրանից, թե որտեղի, որ խմբակցության պատգամավորներ էին տղամարդիկ, ովքեր փորձում են ոչ վայելուչ արտահայտել։ Շատ չէր հայոյանք ազգային ժողովում։ Շատ Նախկին իշխանությունների ժամանակ։ Ես պիտի ասեմ, որ իմ արկայությամբ ներկայությամբ 1-2 դեպք լսել եմ հեռվից, ընդհատել եմ խոսքը եւ դիտողություն եմ արել իշխանական պատգամավորների։ Հիմա դա հիշում եմ, պատմությունն արձանագրել եմ, բայց իմ միջավայրում եւ հետո իմ գործընկերներ, ես անպայման դա ասել եմ եւ այդքան հաճախ ես դա չեմ տեսել, ինչ կատարվում է այսօրվա հետ, ես ուղղակի բան չեմ կարող համեմատել, որովհետեւ ասում երկրի վարչապետն է հայհոյախոր խոս ստատուսներ գրում, որից հետո խոստանում, որ մառատորի կանի, մի ամիս չի գրի։ Սա ամոթ եմ ապրում ամեն անգամ դա հիշելիս։ Շնորհակալություն Տիկին Թանդիլյան։ Ես շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, որ Ամիկ Պլյուսի կանայք եւ քաղաքականությունը հաղորդաշարի հերթական հյուրն էր ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։